Նիկոլ Փաշինյան, երրորդ խոսափող։ Շնորհակալություն, տիկնակ եւ պարոնայք կառավարության անդամներ, տարիներ ի վեր շարունակում են օդում կախված մնալ չստուգված լուրերը ազգային ժողովի падգամավոր մի քանի ոլորտներում մենաշնորհային դիրք ունեցող ընկերությունների սեփականատեր Սամվել Ալեքսանյանի կողմից չմուծված միլիարդավոր դրամ հարկերի, տարեցների կենսաթոշակներից ու երիտասարդների կրթվելու իրավունքից գողացված միլիարդները չնչին, այսպես ասած բարեգործության, օրինակ անվճար լավաշ բաժանելու անվան տակ քողարկելու մասին։ Մասնավորապես օդում կախված լուրեր կան, թե Ախուրյանում Սամվել Ալեքսանյանի հիմնած շաքարի գործարանը իրականում ոչ թե շաքարավազ է արտադրում, այլ ստեղծված է կանտրաբանդայի մի բազմամիլիարդանոց մեխանիզմ քողարկելու համար։ Ըստ օդում կախված լուրերի, Ալեքսանյանը պատրաստի շաքարավազը Հայաստան է ներմուծում շաքարի հումքի անվան տակ, ինչը նրան թույլ է տալիս խուսափել տասնյակ միլիարդավոր դրամների մաքսատուրքերից։ Ըստ օդում կախված լուրերի, այդ շաքարավազը հումքի անվան տակ մտնում է Ախուրյանի գործարան եւ որպես տեղում արտադրված շաքարավազ դուրս գալիս այնտեղից։ Օդում կախված լուրերի համաձայն այս հանցավոր մեխանիզմը տարիներ ի վեր գործում է Սերժ Սարգսյանի իմացությամբ եւ թույլտվությամբ։ Ըստ օդում կախված լուրերի, Սերժ Սարգսյանը շաքարավազի այս կանտրաբանդայից եւ Ալեքսանյանին պատկանող մյուս մենաշնորհային ոլորտներից ունի անձնական փայաբաժին եւ հենց այսպես գոյացած միջոցների հաշվին են լուծվում ընտրությունների արդյունքները կեղծելու եւ իշխանությունը պահելուն ուղղված ապօրինի գործողությունների եւ հանցավոր մեխանիզմների ֆինանսավորման հարցերը։ Տիկնակ եւ պարոնայք, ես հորդորում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետին հանձնարարել համապատասխան մարմիններին մինչև վերջ եւ մանրամասն ստուգել այս լուրերի իսկությունը եւ բաց ներկայացնել բոլորին։ Ինչքան ժամանակ է հարկավոր այս աշխատանքն իրականացնելու համար։ Տիկնակ եւ պարոնայք կառավարության անդամներ, եւս մեկ տեխնիկական ճշտում։ Արդյոք Սերժ Սարգսյանը արգելել է օգտագործել լֆիկ Սամո կնիքը։ Շնորհակալություն։ Հարցին կպատասխանի կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը։ Նախ առաջին հերթին դա ոչ թե հարց էր, այլ հորդոր եւ վարչապետը կուսումնասիրի ձեր հորդորը մեկ անգամ եւս եւ որոշում կկայացնի արդյոք այն պահանջում է որևէ արձագանք թե ոչ։ Բայց անկեղծորեն ասած, սա որպես կառավարության անդամ պատասխանեցի, բայց անձամբ ուզում եմ ասել, որ սա արդեն առաջին հարցը չէ, որը նույն ֆորմատով պարոն Փաշինյան դուք ներկայացնում եք ազգային ժողովում, միգուցե որոշ բառեր փոխելով, բայց փորձելով տեղավորել նույն ֆորմատի մեջ եւ հասկանալի է ձեր նպատակը։ Ինձ թվում է, որ ինձ գոնե հասկանալի է։ Ես կարծում եմ իրական նպատակը այն է, որ դուք ուզում եք այդ ձևով հերքել այն տարածված լուրերը, որ դուք իշխանության հետ ինչ որ ձևով շահկապված եք, արհեստականորեն ստեղծված ընդդիմություն եք եւ այլն։ Ես կարծում եմ, որ եթե դա է նպատակը, դրա կարիքը չկա անելու։ Ինձ գոնե համոզել եք, որ իշխանության հետ շահկապված չեք, ես կարող եմ դրա մասին ասել այսօր այս ամբիոնից, այնպես որ ավելորդ ճիքեր գործադրելու այդ առումով կարիք չկա։ Արձագանքի համար Նիկոլ Փաշինյան, երրորդ խոսափող։ Ուրեմն, պարոն Հարությունյան, նախ լավ կլիներ, որ դուք այս ֆորմատով բարձրացված հարցերի կապակցությամբ մեկնաբանեիք, օրինակ, թե Սերժ Սարգսյանը այս ֆորմատով եւ այս բառերով որոշ բառեր փոխած, ինչ նպատակով էր բարձրացնում այդ հարցերը, արդյոք ապացուցելու համար, որ ինքը Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի կաշառակերության հետ կապ չունի, եւ արդյոք Սերժ Սարգսյանը ձեզ համոզել է, որ ինքը կոռուպցիայի եւ կաշառակերության հետ կապ չունի, իսկ ընդհանրապես ես կարծում եմ, որ ես ապացուցելու բան չունեմ եւ ապացուցելու բան ունեք դուք
անձամբ եւ ձեր իշխանության ներկայացուցիչները, այն մարդիկ, որոնց հետ կապված օդում կախված լուրերը ես բարձրաձայնում եմ եւ կարծում եմ դուք չեք կարող ապացուցել այնինչ պահանջվում է ձեզանից, որովհետեւ հակառակը ապացուցված է ձեր իշխանության ներկայացուցիչների կյանքով եւ գործունեությամբ, իսկ այն, որ դուք վերագրում եք ինձ, որ ես պետք է ապացուցեմ, ես ապացուցելու կարիք չունեմ, որովհետեւ իմ կյանքն ու գործունեությունը այդ ամենը ապացուցել են։ Եթե դուք այդպես անում եք, որ ես, այսպես ասած, իմ հարցերի շարքը ընդհատվի, ձեզ հուսախաբություն է սպասվում, որովհետև ես անդրադառնալու եմ հերթով օդում կախված բոլոր լուրերին եւ ձեր կառավարության ներկայացուցիչները ստիպված են լինելու տարբեր վերսիաներով արձագանքել դրան, ինչքան էլ նրանց թվա նրանք պնդեն, թե արձագանքելու կարիք չկա։ Այնպես որ ձեզ եւ մյուսներին կառավարության անդամներին եւ հայտնի Հայաստանում հայտնի կոռուպցիոներներին հորդորում եմ պատրաստվել իրենց հետ կապված օդում կախված լուրերի ճշգրտման process-ին։ Շնորհակալություն։ Ոչ թե տեսականորեն, այլ հետագայում նաև գործնականում։ Վարի, ես կարծում եմ, որ իմ կարծիքը ոչ միայն մնաց անփոփոխ, մեկ անգամ եւս հաստատեցիք այն, ինչ ես էի մտածում, առնվազն ինձ համար, յուրաքանչյուրը կարծում եմ իր համար կեզրակացնի այս նույն ֆորմատ գրող հարցադրումների շարանի բուն նպատակը, իսկ հիմա ուղղակի ապագայի համար կարող եմ ասել, որ եթե նրանք շարունակվելու են նույն ֆորմատով, ապա ստիպված եմ լինելու յուրաքանչյուր անգամ ասելու, որ արձագանքելու կարիք չի զգում, դուք կարող եք հանգիստ օգտագործել հայտարարությունների ժամը, որովհետև իրենց էությամբ ոչ այնինչ են, քան զուտ հայտարարություն։